Որոնք որ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներն են, ֆան կլուբներն են, իր հակաիրավական, հակապետական թեզերը տարածողներն են, եւ այս մարդիկ հետո հայտնվում են ԿՊԱ-ական ցուցակների մեջ։ Այսինքն ամբողջը այս կոչված անկողմնակալ էքսպերտների ցուցակն էլ կա սահմանած։ Ու սա պետք է ինչ-որ ձևի կանխել։ Բնականաբար մենք չենք ավարտելու միայն դատախազության դիմելով, որտեղ մենք կարծում ենք, որ կա վստահ ենք, որ կա օրենքի խախտում։ Բնականաբար հույս էլ չենք կապում, որ իշխանությունները ներկայիս գործող գլխավոր դատախազը արձագանք կտա, դրական process կունենանք, պարզա որ սա չի լինելու, բայց ունենալ իրավական process, սկսել իրավական process, սա շատ կարևոր ենք համարում, որովհետև մենք իրավական պետության կողմնակիցներ ենք, եւ զուգահեռաբար պետք է ասեմ, որ մենք այս նույն բովանդակությունը, այն ինչը մենք արձանագրել ենք, որովհետև մենք մոնիտորինգ ենք իրականացրել, եւ այդ մոնիտորինգի արդյունքում արձանագրված խնդիրները պետք է ներկայացնենք նաեւ միջազգային գործընկերներին, նաեւ դիվանագիտական կորպուսին, որովհետև այն աջակցությունը, այն ներկայացումը, որ ցույց են տալիս մեզ իբր ժողովրդավարության բաստիոնա, չգիտեմ, մարդու իրավունքները երբեք այս պաշտպանված չեն եղել, օրենքները այսքան պաշտպանված չեն եղել, դա մեղմ ասած կեղծիք է, դա իրականությանը չի համապատասխանում։ Տիկին Կարապետյան, ինչ եք կարծում ընտրությունների նախաշեմին հանրային հեռուստաընկերությունը կփոխի մարտավարությունը այս բողոքը, այս խնդիրները բարձրաձայնելուց հետո։ Դա իրանց խնդիրն է լինելու, որովհետև ի վերջո երբևիցե իշխանությունը պիտի փոխվի եւ մենք ունեցել ամբողջ աշխարհում իշխանությունները փոխվում են եւ այն պաշտոնյաները, ովքեր իրավունք են խախտել, օրենք են խախտել, իրենք ուղղակի պիտի իմանան, որ անձնական պատասխանատվություն են կրելու, ստեղ արդեն լղոզելու տարբերակ չի լինելու։ Բոլորն էին մեղավոր, բոլոր լռողներն էին, մտածես չի լինում։ Կոնկրետ գործողության համար կոնկրետ մարդիկ են պատասխան տալու եւ այդ կոնկրետ մարդիկ հենց հիմա հուսով եմ նաև լսում են եւ սա վրեժ խնդրության հարց չի, սա ինչ որ մեկին անպայման բանտում տեսնելու մոլուցք չի։ Սա հստակ պատկերացում է։ Ամեն մարդ իր տեղում պարտավորություն ունի եւ պարտավորությունն այդ իր process-ները վերահսկելու, կանոնակարգելու, գործող օրենքներին համարժեք եւ համապատասխան։ Չի կարելի թույլ տալ, որ երկիրը դառնա ուղղակի մի խմբակի, այսպես տրամադրության տակ։ Նորից եմ ասում, մենք միշտ ունեցել ենք տարաձայն խնդիր, հա, միշտ ընդդիմադիրները ավելի քիչ ձայներ են ունեցել, միշտ իշխանական կողմը միշտ ավելի շատ է լուսաբանվել, դա շատ նորմալ չի եղել, աննորմալ է եղել, բայց դա ինչ որտեղ բացատրություն կարող է ունենա։ Բայց երբ որ հայ առաքելական եկեղեցու, որոնք մեծ մասն են կազմում հետևորդները, մեծ մասն են կազմում մեր ժողովրդի, այս մարդկանց իրավունքները խախտվում են այս աստիճանի, երբ որ հակասահմանադրական գործողությունները լուսաբանվում են հմեկով, եւ զուգահեռաբար օրինակ նվիրական տոները հայկական, որոնք մայրաթորում են ընթանում, որևէ կերպ չեն լուսաբանվում, սա գիտեք, անգամ բարոյական նորմերից դուրս է, հələ լավ օրենքը դնել մի կողմ դրած, բարոյական նորմերից դուրս է։ Եվ այս ամեն ինչին պետք է կասեցում, մենք պիտի տանք մեր մոտեցումը, մենք պիտի ֆիքսենք մեր մոտեցումը, կա խնդիրը պիտի արձանագրվի։ Հետո ըստ այդմ գնահատական կտրվի նաև գլխավոր դատախազի գործողություններին, հմեկի համապատասխան պատասխանատուների գործողություններին, մնացած բոլորին։ Տիկին Կարապետյան, հանդիպում եք ունենալու, թե ուղղակի դիմում եք ներկայացնելու։ Առանձնապես ցանկություն չկա հանդիպելու, ավանդույթի համաձայն տուփի մեջ կփոխանցենք, որովհետև բան չկա խոսալու։ Եթե դատախազը իսկապես գլխավոր դատախազը Տիկին Վարդապետյանն իսկ ես պնդում եմ, որ ինքը ունի բավարար գիտելիքներ եւ հմտություններ հասկանալու համար թե ինչ է տեղի ունենում, եթե չհասկացող լինեն, կասենք չհասկացող մարդը ինչ եք ուզում։ Բայց նա ի վիճակի է սա գնահատելու, ճշգրիտ գնահատելու, եւ եթե միջև այս պահը չի պատկերացրել ինչու է իր գործառույթը եւ ինչ ինքը պիտի իրականացնել, հետեւաբար հանդիպելու տրամաբանությունն էլ անկեղծ ասած չեմ տեսնում։ Եթերից օգտվելով եթերից ասեմ Տիկին Վարդապետյան, բազմաթիվ գործեր կան, բազմաթիվ process-ներ կան, միայն սրա մասին չի, էլի բազմաթիվ գործընկեր կազմակերպությունները, այլ կուսակցություններ դիմումներով դիմել են եւ արձագանք չի ստացել, սկսած սահմանազատումից վերջացրած տարբեր առանձին անհատների իրավունքների խախտումով եւ արձագանք չեն ստացել, սա չի կարող անպատասխան մնալ ուղղակի։ Կարելի է մեկ էլ մի հատ բան ավելացնեմ։ Գիտեք, նրանք ովքեր համաձայն չեն վարած քաղաքականության հետ, համաձայն չեն այդ հանձնարարությունները կատարելու հետ, շատ հեշտ ձև կա։ Դիմում ես գրում, դուրս ես գալի աշխատանքից։ Դա լավագույն տարբերակն է։ Վախենում ես խոսել, որովհետև մտածում ես, որ քեզ էլ քո վերաբերյալ քրեական գործեր կհարուցվեն, հետապնդում կլինի։ Մի խոսի, բայց առնվազն գոնե մասնակից մի դարի են հանցանքորություններ, որոնք տեղ են ունենում հենց հիմա ամեն օրվա ռեժիմով։ Եվ սա հենց իհարկե